Գիտեք, կարող եք հարգելի ներկաներ, այն ինչի մասին հիմա պետք է խոսեմ, անհասկաց բոլորիս սրտի յուրահատուկ ծավն է, այն ինչ պետք է հիմա բարձրաձայնեմ որպես խորհուրդ ու իմաստ, անգամ մեկնաբանելու էություն չէ։ Չեմ գտնում, որ ճիշտ է հերոսական նախադասություններ, պաթոսային խոսքեր հնչեցնել։ Խնդրում եմ լոկ, որ բոլորը ոտքի կանգնենք։ Տղերքի մասին չեմ ուզում ասել, Աստված սովորմաց լինի նրանց։ Ուզում եմ ասել, տղեր, Սարգիս, Արտյոմ, Էրիկ, հարկ պատից ես։ Շնորհակալ եք։ Շնորհակալ եք, չէ ժողովուրդ։ Եկեք ծափերով է շնորհակալանքը ալ երկին կուղը։ Հարկ ու պատիվ է ժողովուրդ։ Խորհել, իմաստավորել, ներկայացնել նրանց սխրանքն ու թողածը ճիշտ հասկացեք, ոչ թե ավելնորդ է կամ ավելնորդ չէ, այն պետք չէ անգամ, որովհետև բոլորս գիտենք, որ նրանք մեզ պատգամել են այս հողը սիրել, մեր մեծին հարգել, նրանք կռվել են, որ մենք հողը ջուր շենացնենք, հայր մայր հարգենք, ընտանիք ծաղկեցնենք, բալիկներ ունենանք, Հայաստան աշխարհը լույսով ու արևով լցնենք, դա է նրանց կյանքի խորհուրդն ու իմաստը։ Մենք առավել քան պարտավոր ենք դա անել, առավել քան պարտավոր ենք այն ինչի համար նրանք կյանք տվեցին չուրանալ ու չմոռանալ։ Այսօր նման օր է, այսօր առիթ ունենք մի մարդու հարգանք ուղղել, ում ընտանիքը հայրենիքին կյանք է նվիրել։ Ես խոնարհվում եմ ձեր ընտանիքի առաջ։ Եկեք ծափահարենք ժողովուրդ։ Ես ուզում եմ շնորհակալանք ուղղել նաև բոլոր նրանց, ովքեր երբևէ են զենքը ձեռքին կանգնած են եղել սահմանին, ովքեր հայրենիք են պաշտպանել ու հիմա միգուցե հենց հիմա, այստեղ, այս պահին սրահում են համեստ իրենց տեղում, բայց հպարտ ծափերով, շնորհակալ ենք ձեզ, հարկ ու պատիվ ձեզ, ուզում եմ աղոթք բարձրանալ Աստված, աղոթքը, որ մեր տղերքին անփորձանք է պահելու, այն տղերքին, որ հիմա են սահմանում կանգնած, ժողովուրդ ջան, թող նրանք բարի ծառայությամբ բարություն բերեն մեզ բոլորիս Հայաստան աշխարհիս, մեր սահման պահող տղերքի պատվին են, ջերմ ու բարձր ծափահարենք ժողովուրդ ջան։